Համաշխարհային լրատվամիջոցների եւ տարբեր միջազգային կառույցների ուշադրության կենտրոնում այսօր Սիրիայում տեղի ունեցողն է։ Զանգվածային բռնաճնշումներ, սպանություններ, որոնց թիրախում ալավիներն են։ Ովքեր են Սիրիայի ալավիները եւ ինչ նշանակություն են ունեցել տարածաշրջանի քաղաքական, կրոնական եւ հասարակական զարգացումների վրա։ Ալավիները շիա իսլամի մի ճյուղ են, որոնք հիմնականում կենտրոնացած են Սիրիայի ափամերձ շրջաններում, հատկապես Լաթաքիայում եւ Տարտուսում։ Կրոնական այս համայնքի ներկայացուցիչ էին նաև Սիրիայում նախկինում իշխող Ասադները։ Երկրում տեղի ունեցած իշխանափոխությունից եւ Բաշար al-Ասադի հեռանալուց հետո ալավիները լուրջ խնդրի առջև են կանգնել, բայց մինչև այս օրերի Սիրիայում տեղի ունեցողին անդրադառնալը խոսենք ալավիների ակունքների մասին։ Ալավիական շարժումը 9-րդ դարում ձևավորվել է որպես շիա իսլամի առանձին ուղղություն, որը ներառում է զրադաշտականությունը եւ քրիստոնեության որոշ տարրեր։ Դարեր շարունակ նրանք ենթարկվել են խնդրականության եւ հալածանքների, ինչի պատճառով բնակվել են լեռնային շրջաններում, ստեղծելով իրենց ինքնուրույն համայնքները։ 20-րդ դարում Ֆրանսիայի մանդատի ընթացքում ալավիները որոշակի արտոնություններ են ստացել, իսկ Սիրիայի անկախացումից հետո աստիճանաբար ամրապնդել իրենց քաղաքական դիրքերը։ Սիրիայում ալավիները բնակչության մոտ 10-ից 15% են կազմում, սակայն մեծ ազդեցություն են ունեցել երկրում։ 1970-ական թվականներից, երբ իշխանության եկավ Ասադների ընտանեկան դինաստիան, ալավիները լայնորեն ներկայացված էին երկրի տարբեր քաղաքական ու ռազմական պաշտոններում։ Այս օրերին ալավիները խնդրի առջև են կանգնած, քանի որ շարունակում են ասոցացվել Ասադի տապալված իշխանության հետ։ Սիրիական տարբեր քաղաքներում իշխանության դեմ զենք բարձրացրած ալավիներին իշխանության աջակիցները ճնշում են, բայց չեն սահմանափակվում միայն զինյալ ապստամբների դեմ ուժ կիրառելով։ Համացանցում դաժան հաշվեհարդարի դեպքերը հաստատող տեսանյութեր ու լուսանկարներ են տարածվել փողոցներում կամ տներում սպանված ալավիներ, այդ թվում երեխաներ, կանայք կամ անզեն տարեցներ։ Միջազգային կառույցները, այդ թվում ՄԱԿ-ը, զանգվածային սպանության դեպքերը հետաքննելու կոչեր են արել, իսկ օրը, երբ տեղի ունեցան ամենաարյունալի իրադարձությունները, կոչվեց ալավիների արյունոտ ուրբաթ։ Ալավիներն իրենց դեմ տեղի ունեցածը ջարդեր ու ցեղասպանություն են կոչում եւ օգնություն խնդրում տասնամյակներ շարունակ Սիրիայի թիվ 1 թշնամին համարվող Իսրայելից։ Իսկ մինչև այդ երկրի ժամանակավոր նախագահ Ահմեդ ալ-Շաարան խոստացել է պատժել բոլոր մեղավորներին։